Մանր ու խոշոր եղջերավորների, ինչպես նաև մարդկանց վրա գիշատիչ կենդանիների հարձակումների մասին հաղորդումները վերջին շրջանում հաճախակի են դարձել։ Մասնագետները ասում են, խնդիրը միայն կենդանիների ագրեսիվ վարքագծի մեջ չէ։ Երևույթը ավելի խորքային պատճառներ ունի եւ կապված է ինչպես բնական միջավայրի փոփոխության, այնպես էլ մարդու տնտեսական գործունեության ընդլայնման հետ։ Բնապահպանների գնահատմամբ գիշատիչ կենդանիների կենսավայրերը տարիների ընթացքում զգալիորեն կրճատվել են։ Սննդի հայթայթման բնական միջավայրի սեղմումն էլ նրանց հարկադրում է ավելի հաճախ լքել անտառները ու մոտենալ բնակավայրերին։ Ընդհանուր առմամբ իրանց այդ բիոտոպները, որտեղ իրանք ապրում են, բավականին ոչնչացված է։ Կենդանին, չէ՞ որ նա գիշատիչ է, որը սնվում է, հասկանալի է, որ վերանում է այդ տարածքից։ Եվ արդեն կենդանին գնում է դեպի բնակավայրեր։ Տեղ ուրեմն կերի խնդիրը գայլը նպատակ չունի հատուկ մարդկանց վրա հարձակվելու։ Մասնագետները նշում են, եթե կենդանիների բնական կենսավայրերում կերի բավարար չափաքանակ լինի, նման հանդիպումների հավանականությունն էլ զգալիորեն կնվազի, սակայն չեն բացառում նաև նման հանդիպումների հնարավորությունը ընդհանրապես։ Ըստ բնապահպանների, պատճառներից մեկն էլ կարող է կենդանիների քանակի ավելացումը լինել, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել կերի խնդրի։ Այս իրավիճակը մասնագետների դիտարկմամբ ուսումնասիրության կարիք ունի։ Արջերի քանակն է շատացել, եւ իրենք դուրս են գալիս դեպի մարդու բնակավայր։ Էլի կերի եւ ապրելավայրի խնդիր է այստեղ։ Ուրիշ բան չկա, մարդը օրանում է դեպի բնություն, մտնում է բնության մեջ։ Ինչ պետք է անի կենդանի, ինքը պետք է այդ իր տարածքը որ կրճատվում է, հետո գալիս դեպի մարդ։ Էլի իր բնակավայրն է, բայց մարդն է գրավել։ Բնապահպանները ընդգծում են, այս խնդիրը միայն Հայաստանին չէ, որ մտահոգում է։ Բնակավայրերի ընդլայնման պատճառով աշխարհի շատ երկրներում մարդկանց եւ վայրի կենդանիների միջև սահմանը գնալով ավելի է փոքրանում։ Հայաստանում իրավիճակը բարդանում է նաեւ անտառային եւ բնական տարածքների համեմատաբար փոքր լինելու եւ համայնքային տնտեսությունների վայրի բնության տարածքներին շատ մոտ լինելու պատճառով։ Հատկապես խոսքը գնում է համայնքների բնակչության մասին, նրանք պետք է նաեւ պահպանեն այն կենդանիներին, որոնք գրանցված են կարմիր գրքում կամ էնդեմիկ տեսակներն են։ Մասնագետները ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքին, որ որոշ դեպքերում հենց մարդու տնտեսական գործունեությունն է փոխում կենդանիների սննդային միջավայրը։ Փոքր հեկերի կառուցման պատճառով եղեգիս գետը զրկվել է իր ձկնային պաշարներից։ Իսկ արջերը, որոնք ապրում են կողքը, նրանք իրանց հիմնականում այդ սպիտակուցային կելը դա ձուկն է։ Մարդկանց անվտանգությունը առաջնային դիտարկող մասնագետները միաժամանակ շեշտում են, խնդրի լուծումը միայն կենդանիների ոչնչացումը չի կարող լինել։ Շատ երկրներում նման իրավիճակներում գործում են արագ արձագանքող մասնագիտացված խմբեր, որոնք տեղում են գնահատում վտանգը եւ առաջարկում կանխարգելիչ միջոցառումներ։ Նրանց համոզմամբ արդյունավետ լուծումներից են բնակավայրերի եւ արոտավայրերի պաշտպանությունը, էլեկտրական ցանկապատերի կիրառության միջոցով, ինչպես նաեւ մարդկանց իրազեկվածության բարձրացումը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։